Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման 2024-28 թվականների ծրագրում, մասնավորապես գործող ծրագրով պետական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված առավելագույնը 300 գլուխ տոհմային կենդանու համար, մինչդեռ մասնավոր հատվածից ստանում ենք ազդակներ, որ ավելի մեծ գլխաքանակի դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ավելի խոշոր ֆերմերային տնտեսություններ ստեղծել մսի արտադրության համար, այլ նաև արտադրել կաթ եւ մերամշակել։ Այս առումով առաջարկում է ծրագրով սահմանված առավելագույն շեմը 300-ից բարձրացնել մինչև 1000 գլուխ մանր եղջերավոր կենդանու, միաժամանակ կենդանիների հետագծելությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկում է սահմանել նաև պահանջ, որ ներկրված կամ տեղի շուկայից ձեռք բերված տոհմային կենդանիները պետք է գրանցված լինեն գյուղատնտեսական կենդանիների հաշվառման տեղեկատվական համակարգում։ Պարոն փոխվարչապետ, նաև օգտվելով առիթից, որ մեզ նաև հետևում են եւ ֆերմերային տնտեսվարողները եւ նաև ֆերմերները, հիշեցնեմ, որ ծրագրի շրջանակներում իրավաբանական անձիկ կամ անհատ ձեռնարկատերերը տոհմային ոչխար կամ այլ ձեռք բերելու նպատակով կարող են ստանալ փոխհատուցում ձեռք բերված արժեքի 50%-ի չափով, եթե կենդանին ներմուծվում է արտերկրից, ապա սահմանաչափը ծրագրով սահմանվում է 450,000 դրամ, եթե տեղի շուկայից է ձեռք բերվում, սակայն համապատասխանում է տոհմային քարտին, ապա սահմանաչափը սահմանվում է 300,000 դրամ։ Նախորդիվ իրականացված ծրագրերի արդյունքում արդեն շուրջ 2350 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ձեռք բերվել եւ արդեն ինչքան ներողություն 2350 գլուխ եւ այս տարի արդեն ունենք հաստատված 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանու ձեռքբերման հայտեր։ Շնորհակալություն։ Պարոն Խոջյանի, ստանդարտը այլ երկրից ձեռք բերելու երկրների ցանկ կամ սերտիֆիկատի ձև մենք ինչ-որ ստանդարտ ունենք, թե ցանկացած ներմուծվածը համարվում է շահառու։ Պարոն փոխվարչապետ, այդ նպատակով սահմանված են հատուկ պահանջներ, երբ տնտեսվարողը դիմում է էկոնոմիկայի նախարարություն, ներկայացնում է դիմում, թե որ երկրից է ցանկանում ներմուծել, ապա այդ երկրի պետական մարմինը տրամադրում է նաև հավաստում, որ այդ կենդանիները եւ տոհմային քարտերը իրական են եւ համապատասխանում են նշված եւ գրանցամատյանին։ Եվ այդ բոլոր տեղեկատվությունը ներկայացնում է էկոնոմիկայի նախարարություն, դրանով իսկ հաստատում եւ արձանագրում, որ կենդանիները տոհմային են։ Տոհմային կենդանիները ենթակա են փոխհատուցման 50%-ը։ Հիմա մենք 300 մեկ շահառուի համար 300 մաքսիմալ թիվը սարքում ենք 1000։ Այո։ Տարվա ընթացքում թե մեկ ինչ տրամաբանությամբ էլ, ինչ կալկուլյատորով։ Մեկ շահառուն կարող է մինչև 1000 գլուխ առավելագույնը, այսինքն եթե օրինակ մեկ անգամ դիմել է 300 գլուխ ներմուծելու համար եւ ցանկանում է մեծացնել, ապա կարող է երկրորդ անգամ դիմել, իր առավելագույն սահմանաչափը մեկ շահառուի համար սահմանվում է առավելագույնը 1000։ Իմ այն շահառուն, որ 300-ից օգտվել է գործող կարող է եւս 700-ի շահառու դառնալ։ Ծրագիրը թույլ է տալիս։ Իսկ օպտիմալ մոդելը քանի գլուխ պիտի լինի, որովհետև նենց կարող է 300-ը լավ լինի, 1000-ը արդեն վատ, որովհետև ինքը տենց ամեն մի բիզնես իր օպտիմալ քանակ ու չափը պիտի ունենա, հակառակ դեպքում ինքը կարող է ծախսերը այնքան մեծանան, որ եկամուտներ չունենան։ Պարոն փոխվարչապետ, 1000 թիվը սիմվոլիկ է, թե մտածել, քննարկել եւ հաշվել ենք, որ ճիշտ է 1000-ն է։ Մարդկանց չդրթենք դեպի խնդրեմ, էլի։ Պարոն փոխվարչապետ, նշեմ, որ թիվը սահմանաչափը մեծացվել է եւ 300-ից մեծացրել է մինչեւ 1000-ի, հենց մասնավոր հատվածի կողմից առաջարկների հիման վրա, բայց մի քանի նաեւ վիճակագրական տվյալ ներկայացնեմ։ Մենք Հայաստանի Հանրապետությունից արտահանում ենք շուրջ 96955, դա 2025 թվականի թիվն եմ ասում, կենդանիներ, մանր եղջերավոր կենդանիներ։ Ռեէքսպորտը զտած, թե ռեէքսպորտը մեջ։ Դա արտահանման թիվն եմ ձեզ ներկայացնում։ Դե թիվը, որովհետեւ մենք ավելի լավ պատկերացնենք պոտենցիալը, պիտի վերարտահանումը հանենք այդ թվից իմ կարծիքով։
Խոջան, որտեղ չեմ բացառում, որ վերարտահանում կա այդ թվի մեջ, որը էլի նորմալ է, բայց դա մի քիչ այլ պոտենցիալի մասին է խոսում։ Սենա որ դուք ասիք, որ մինչ օրս 2000 գլուխ է ներմուծվել այս ծրագրի շրջանակում ու ասում եք 96000 արտահանվել է, դա նշանակում է, որ կասկածը առաջանում, որ կա ուղղակի վերարտահանում։ Պարոն Պողարչապետ, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ըստ վիճակագրական կոմիտեի առկա է 679500 գլուխ մանր եղջերավոր կենդանի եւ հետեւաբար դա հիմնականում խոսքը գնում է մայրական կազմի մասին եւ վերարտադրությունը ամեն տարի այն թիվն է, որը որ հենց համապատասխանում է արտահանման թվին։ Հետևաբար այդ ծավալի գլխաքանակը երկրում խոսում է նրա մասին, որ արտահանվող թվի գերակշիռ մասը ամեն դեպքում դա Հայաստանում բուծված կենդանիներն են։ Ինչ վերաբերում է իմ նշած 2350 գլխաքանակին, ապա այն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել որպես տոհմային կենդանիներ, եւ ինչ ենք մենք խրախուսում տոհմային կենդանիների ձեռքբերումը, որովհետեւ նաև մսի արտադրությունը, իր ելանքը, արագ քաշ հավաքելը բավականին արագ է տեղի ունենում եւ արդյունավետությունը, արտադրողականությունը բարձրանում է։ Սա իրենք ծրագրի շրջանակներում ձեռք բերված արդյունքներն էին։ Իսկ կաթի մասով ես ուղղակի չեմ տիրապետում, եթե կաթի արտադրություն էլ կա ըստ այդմ։ Պարոն Պողարչապետ, մեր նաև նպատակը նա է, որ այծաբուծությունը զարգացնելով այն նաև ծառայի որպես կաթի արտադրության եւ կաթի վերամշակման, որովհետեւ այծի պանիրը բավականին բարձր արժեք ստեղծող արտադրանք է, ժամանակին եղել են արտադրողներ, որոնք արտադրել են Հայաստանում այծի պանիր, մասնավորապես Վայոց ձորի մարզում են իրենց արտադրությունները կազմակերպում, հիմա որոշակի նվազում է տեղի ունեցել, եւ մենք ուզում ենք այս ծրագրերի միջոցով նորից էլի խթանել, որպեսզի այն ամբողջ արժեշղթայում իր ուրույն տեղը գտնի։ Դեռ արտահանման պոտենցիալ կա, չէ՞։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ անընդհատ մոնիտորինգի տակ պահել հարցը, եթե քանակների կամ պայմանների ճշգրտման խնդիրներ առաջանա, պիտի անմիջապես ռեակցիա տանք, որպեսզի հասնենք նպատակին, որովհետև կարծում եմ շատ հետաքրքիր արդյունքներ են արձանագրելու պոզիտիվ իմաստով։ Լավ։ Շնորհակալություն։